ընտրությունների արդյունքների մասին վստահաբար պետք է խոսել եւ փորձենք խոսել առանց էմոցիաների, բայց սկզբից պետք է խորը շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիներին, որոնք գնացին ընտրատեղամաս, ինչ էին ասում ընդդիմության ներկայացուցիչները, հանրային գործիչները, շատերը պետք է գնալ ընտրատեղամաս եւ պետք է ընտրել այն քաղաքական ուժերին, որոնք իրական շանս ունեն անցնելու խորհրդարան, դա էլ արեցին քաղաքացիները, մաքսիմալ մասնակցություն ցուցաբերեցին, միևնույն ժամանակ սա էլ պետք է ընդգծենք, տեսեք, տարբեր կուսակցություններ հիմա հենց մի քանի օրերի ընթացքում ներկայացնում են տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում զետեղված արձանագրությունը առանձին վերցած ընտրատեղամասից չի համապատասխանում իրենց մոտ եղած արձանագրության, այսինքն այդ նկարչություն ասված է այդտեղ է եղել եւ ընդդիմությունը ակնհայտ է շատ տեղերում չի կարողացել պահպանել քաղաքացիների քվեն։ Քաղաքացիները ինչ պետք է արել են, ընդդիմությունը այստեղ իսկապես թերացել է։ Սա անկեղծ պետք է նշել, ինչ որ մեկը կարա բացատրի, ինչու ընդդիմությունը այլընտրանքային հաշվարկ չէր իրականացնում ընտրությունների գիշերը, ինչևէ, տեսեք, հիմա եւս մի կարևոր արձանագրում անենք, ԲՀԿ-ի հետ կապված այս թնջուկը ինքը իրականում առանձին վերցրած կուսակցության մասին չէ։ Սա թնջուկ է կապված նաև թե արդյոք իշխանությունը ամբողջությամբ զրկվում է համանդրական մեծամասնությունից, թե ոչ։ Ի շնորհիվ քաղաքացիների ակտիվ քվեարկության այս պատկերը ձևավորվել, որ իրենք զրկվել են համանդրական մեծամասնության մի մասից։ Հիմա ԲՀԿ-ի հետ կապված այս թնջուկը, ձայների վերահաշվարկը կարող է նաև հանգեցնել նրան, որ Փաշինյանը ինքը ընդհանրապես բոլոր հնարավոր տեսակի համանդրական մեծամասնություններից զրկվում է եւ ստանում է պարզապես մեծամասնություն, սրա մասին մասնավորապես այսօր Ստրատֆորդն է գրել եւ նույնիսկ իրենք են հասկանում, որ սա քաղաքական ճգնաժամ է առաջացնում։ Ինչը վերաբերվում է մանդատներին, տեսեք, հատկապես մանդատները վայր դնելու մասին խոսում են նրանք, ովքեր անցած խորհրդարանում էլ քիչ մանդատ ունեին, իսկ հիմա ընդհանրապես որևիցե ներկայություն ազգային ժողովում չունեն, սա զուտ որպես արձանագրում անենք, բայց խորհրդային առումով ամեն ինչին պետք է մոտենալ տրամաբանության շրջանակներում եւ քաղաքական հաշվարկի շրջանակներում։ Տեսեք, մանդատը ինքը գործիք է։ Եթե դու ունես միջնաժամկետ ծրագիր, որում այդ գործիքը դու կարող ես օգտագործել, ուրեմն դու պետք է մանդատները վերցնես ու հիմնավորես թե ինչի ես վերցնում։ Եթե դու չունես այդ միջնաժամկետ ծրագիրը եւ վերցնում ես պարզապես վերցնելու համար, դա մեղմ ասած արդար չէ, ազնիվ չէ։ Այստեղ իսկապես մանդատին պետք է վերաբերվել որպես գործիք, բայց ամենակարևորը մի տրվեք այն մարդկանց քարոզչությանը, որոնք չեն անցել խորհրդան, չեն մասնակցել ընտրություններին ու առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ։ Դե եթե մենք չունենք մանդատ, դուք էլ չպետք է ունենաք։ Ամոթ է։